Ողջույն բոլորին։ Ինչպես նախապես արդեն նշել էի, վահի 24-րդ օրը համարվում է միջինգի օրը։ Սա ինչ-որ առանձին տոն չէ, այլ ուղղակի Պաքը այն կիսում է հավասար մասի եւ սովորաբար տանտանայք այդ օրը պատրաստում են բաղարջ, այսինքն գաթա, միջինգի գաթա, որի մեջ դնում են ընդեղեն, չրեղեն, նայած թե ով ինչպես է նախընտրում եւ իհարկե ամենակարևորը կոպեկ։ Եվ երեկոյան, երբ տան անդամներն արդեն հավաքվում են, կտրում են միջինգի գաթան եւ որոշում թե կոպեկն ում է ընկնելու, այսինքն ով է լինելու տարվա հաջողակը։ Իսկ հիմա գաթայի մասին։ Ինչպես տեսաք, խմորի չոր եւ թաց բաղադրիչներն առանձին խառնեցի, այնուհետև միացրեցի իրար։ Իհարկե բաղադրատոմսը նկարագրության բաժնում անպայման կլինի, որից հետո թողնում ենք խմորը հանգստանա 40-ից 60 րոպե։ Իսկ խորիզի համար վերցնում եք ձեր եւ ձեր ընտանիքի ամենասիրելի միջուկը, ընդեղենը, չրեղենը, այնինչ դուք նախընտրում եք, եւ չենք մոռանում կոպեկի մասին, որն այսպես փայլատի տեղով կարող եք փաթաթել եւ դնել խորիզի հետ միասին գաթայի մեջտեղում։ Այսքանը զարդարում եք ինչպես ցանկանում եք, ես վրան քսել եմ նաեւ մեղրաջուր, որպեսզի ավելի կարմիր եւ փայլուն ստացվի։ Պատրաստեք ինքներդ եւ չմոռանաք տակը նշել, թե ով է ձեր տան հաջողակը։ Բարի ախորժակ։